Տղամարդն իր կնոջ մեջ գտել է մի ամբողջ աշխարհ, ինչու է ճնշում կնոջ աշխարհն իր մեջ։ Նրան պետք չէ կինն այնպիսին, ինչպիսին կա, նրան պետք է կինը, ինչպիսին ինքն է պատկերացրել։ Տղամարդն կարծում է, թե կինը պլաստիլինի պես է, ուզած ձևն ու տեսքը կստանա ու վախենում է, որ հանկարծ ուրիշի ձեռք չմոտենա, որովհետև կփոխի իր սարքածը։ Բայց կինն ավելի շատ գլուխ կոտրուկ է, փազլ, որից միշտ մի քանի կարևոր դետալ անհետանում է։ Եվ եթե դու ժամանակ, էներգիա, կյանք ու սեր չներդնես, երբեք չես հավաքի այդ փազլը, չես բացահայտի գլուխ կոտրուկը։ Եվ տղամարդը չբացահայտված կնոջը համարում է բարդ, անհասկանալի կամ տարօրինակ։ Չի ընդունում երբեք, որ այդ ինքն արարեց փնտրել ամենակարևոր դետալները։ Դա ոչ ոք չի նկատում։ Ոչ ոք կնոջից բացի։ Ինչ էր։ Էլի տատեկին բակի հովաշուն հետևից դեր ընկել։ Ես արդեն 5-րդ տարին ստիպված եմ ամեն առավոտ ժամը 7-ին արթնանալ, որովհետև ինքը աշխատանքի պիտի գնա։ Ասում է, որ միասին ատամները լվանալուց է սկսում ամուր կապը։ Գոհ եմ, որ չի ստիպում նույն խոզանակն օգտագործել, չէ որ մենք մի մարմին ենք։ Բայց միևնույն ժամանակ համատեղ լոգանքը հակահիգենիկ է համարում։ Դա իր մանկության տրավման է, որովհետև մայրը իրեն լողացրել է մինչև 14 տարեկան։ Միասին երբեք լուսաբաց չենք դիմավորում։ Քնի ռեժիմը կարևոր է։ Փոխարենը արթնանալ պարտավոր ենք միասին։ Ուտելիս չպետք է խոսենք։ Զրույցները թողնում ենք երեկոյան։ Ու այդ զզվելի շիլան, որ ինքը լավագույն նախաճաշ է համարում։ Ինձ թվում է աղիքներումս ցեմենտի նման հավերժ քարացել է այդ շիլան։ Երբ երկուսս էլ ծայրահեղ հոգնած հասնում ենք տուն, ու ես 8000 լեկցիա կարդացած մարդ օրվա ավարտին պետք է դեռ ակտիվ ու ինտելեկտուալ զրույց ապահովեմ։ Իմ սիրած օրերը 2 շաբթին ու 5 շաբթին են, որովհետև մենակ եմ արթնանում։ Ծխախոտ ու սուրճ, իդեալական նախաճաշ։ Մյուս կողմից ստաբիլությունը վատ չի։ Ուրիշները երազում են դրա մասին։ Չգիտեմ։ Ստեփանն ասում է, որ պիտի հոգեբանիս հետ խոսեմ դրա մասին։ Իսկ երբ ես ասելու, որ չես այցելում հոգեբանիդ։ Իսկ ով ասեց, որ չեմ այցելում։ Բա դու։ Իհարկե շնորհակալ եմ վստահության համար, բայց ինձ չի թվում, որ քեզ կկարողանամ քո էրոտիկ երազներից ազատել։ Բայց ես չեմ էլ ուզում ազատվել այդ երազներից։ Ոնց որ երկրորդ կյանք ապրեմ։ Շատերը չգիտեն իրենց մի կյանքի հետ ինչ անեն, դու երկրորդն ես ուզում։ Իսկ Վիկան երբ էր գալու։ Դե այդ կախված է նրանից, թե 3 ժամը քանիսին ում հետ է գնացել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հեսա կզանգեմ։ Սեր ուրեք։ Ասա ուրեք, կես ժամից կհասնեմ։ Լուրջ։ Լավ, բայց սենց ու վերջ։ Հավատա կյանքը շարունակվում է նույնիսկ անհաջող սեքսից հետո։ Անհաջող։ Բայց ոնց որ լավ էր ամեն ինչ։ Ոչինչ կանցնի, հիմա գնա խնդրում եմ, ես շտապում եմ։ Ես կարամ ստեղ սպասեմ։ Գնա, արագացրու։ Հա լավ, կարամ ես ու Երիկունը գամ։ Ես տեղափոխվում եմ, այլ այստեղ չեմ ապրելու, գնա։ Գոնե համարդ տուր։ Գնա, ասում եմ, վերջ։ Անունս մակարա։ Բարով մաշեցի, հիմա գնա։ Տիկին Լյուդա, այն կանչեմ։ Ինչի համար։ Որ ձեզ այստեղից ապամոնտաժեն։
Վատ չի։ Ասա որ լավն է։ Արդեն ասեցի։ Քո Սենց էլի միշտ կգտնվի 15 սանտիմետրանոց ատլաս, որը քո ֆինանսական ինքնագնահատականը կհավասարեցնի 0-ի, ինչքան ուզում ես դու աշխատի։ Առնեմ ու համար հագնեմ, հա։ Տենց մինայի։ Դու պարտավոր ես սա առնել եւ հենց այսօր հագնել, որովհետեւ կինը թանկարժեք ու սիրուն ներքնազգեստով լրիվ ուրիշ ինքնազգացողություն ա ունենում։ Իմաստ չեմ գտնում։ Ես գտնում եմ։ Դուք արդեն սրճել եք, չէ։ Մենք արդեն նախաճաշել ենք։ Այսօր երկու շաբթի է, շիլա կերել ես։ Հա։ Դրա համար եկավ ասած ինձ սուրճ ու սիգարետ։ Օ, ինչ ռոմանտիկ է։ Դրա համար ես չեմ թողնում, որ տղամարդը գիշերը մնա իմ տանը։ Ես պետք է առավոտյան մենակ արթնանամ։ Բայց այսօր ոնց որ դու մենակ չես արթնացել։ Լսվում էր։ Հա, շատ ծանր էի շնչում։ Դե բայց ոնց որ համել տարիքով էր, հա։ 27։ Դե հիմա 27-ը առաջվա 45-ն է։ Այդ նոր ստատիստիկա է։ Չէ, ինքը ուսանողների հետ է աշխատում։ Մի բան գիտի, որ ասում է։ Բայց դու թեման մի փոխի։ Հələ պատմի, ինչ ա եղել։ Ինքը չի արթնացել իմ տանը, որովհետև ինքը չի քնել գիշերը։ Իսկ եթե արթնանար ինչ էլ, ինչ էր լինելու։ Օ, չէ։ Տղամարդը պետք է իր գործը անի ու գնա, դա շատ կարևոր է, շնորհակալություն։ Ինչի համար է կարևոր լավ ախորժակի։ Սերինե, իմ կյանքում ոչինչ կախված չի տղամարդուց, այդ թվում նաև ախորժակս։ Ստաբիլ հարաբերություններ չունես դրանից է։ Չէ, ոչ թե դրանից է, այլ դրա համար է։ Իմ հանգստությունը ամեն ինչից վեր է։ Բա որ սիրահարվես։ Ես սիրահարված եմ։ Ինքս ինձ։ Ինչ ա եղել իրան։ Թանկ ներքնազգեստ առել, բայց դեռ իմաստը չի հասկացել։ Ես ինձ սիրուն է։ Ինչ որ մեկը չկա, դրա համար էլ չեմ հասկանում իմաստը։ Չէ, դու հերթականությունը սխալ ես հասկացել։ Սկզբից գնում ես սիրուն ներքնազգեստ, հետո գտնում ես ընկեր։ Լավ, հերիքա ինձնից խոսենք։ Լանն։ Երազում էլի հովաշունա տեսել։ Համարը վերցրել ես։ Տենց ես էլի։ Ընկերուդ համար մի հատ հովաշուն, ինչա խնայում ես։ Բայց պատկերացնում եք, այս պատմությունը իրական լիներ։ Դու տենց հավատում ես, լավ ստորիների։ Այս վերջի հարսանիքը վերջնականապես ստիպեց, որ ես հիասթափվեմ։ Ինչ էր, որ էլի իրար մազ էին պոկում ծաղկեփնջի համար։ Ավելի վատ։ Չգտակ, Խնդրում եմ ներս գնացեք։ ախր տղասուր պիտի լիներ իր հարսանիքի օրը։ Ինքը մեծ տղա է, հաստատ չի կորի, դուք հանգիստ եղեք։ Երեխես։ Կներեք ռեստորանի աշխատողին կարող ենք ասել Զուքրանի դուրը բացեն, փակվել է չի բացվում։ Հա, իհարկե, դուք բարձրացեք երկրորդ հարկ, այնտեղ էլ կա, այդ հարցը ես կկարգավորեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Որ խնդրեմ Զուքրանի բանալին կտակ։ Շնորհակալ եմ։ Գևորգ, գիտեմ, որ այդտեղ եք։ Տորթը կտրելու ժամանակն է։ Հասնակույրը։ Տականք։ Հետո էլ ասում եք ինչի տղամարդկանց լուրջ չեմ վերաբերվում։ Դու զգում ես, այս աշխարհի ամենաանհաջողակ հարսանիքի կազմակերպիչն ես։ Այդ նրանից է, որ դեռ կույս ես։ Տիկո։ Ճիշտ է ասում։ Դու քո բացասական կարման տարածում ես բոլոր այն զույգերի վրա, ում հարսանիքները կազմակերպում ես։ Իմ կույս լինելը զուտ ֆիզիոլոգիա չի։ Այդ դիրքորոշում է։ Կամ դիագնոզ։ Ուզում ես ասես դու հոգովել ես կույս։ Ուզում եմ ասեմ, որ ես արդեն գնում եմ։ Լավ, մի գնան, չենք խոսակո մաս։ Չէ, իրոք, օֆիսում հանդիպում ունեմ, երեխեք, շատ կարևոր։ Բլոգեր Սիրկային գիտեք։ Եթե հարցնեմ տղայա թե աղջիկ, դա հիմա շատ խառն է։ Սեքսիստ։ Աղջիկա, բլոգերա ու Instagram-ում 400,000 հետևորդ ունի։ Երեք շեֆս կանչեց, բա թե Եթե որևէ բան թարս գնաց այդ հարսանիքում, կմնաս մանկական ծնունդների հույսին։ Միկի Մաուսն ու Լունտիկը կլինեն լավագույնը, ինչը կկարողանաս առաջարկել։ Չես կարծում, որ արդեն առանձնանալու ժամանակ է։ Ու այս հարսանիքը հենց այդ հնարավորությունն է։ Ես պետքա գնամ դաս ունեմ։ Երեկոյան կհանդիպենք։ Արվեստանոցում։ Հրա։ Դե լավ զանգի կուրսի ավակին ասա մի քիչ կուշանաս։ Չէ, չեմ կարա, առաջի օրն եմ իրանց մոտ դասի։
Իրանց դասախոսը դեկրետ է գնացել։ Դեկրետ, ինչ տխուր բառ է։ Վիկա, երեխան հրաշալի բան է։ Հա, իհարկե հրաշալի բան է, երբ հանելա բոլոր ատամները, սովորելա քայլել, խոսել, ինքնուրույն մաքրել իր հետույքը, ուտել այն ինչ դու ես ուտում եւ ամենակարևորը անցելա դեռահասության կրիզիսը։ Լավ։ Ես իրեն էլ եմ ասել, դուրս եմ թողնելու, նա իմ առարկան չի ստանալու։ Երևի պետք չէ այդքան կտրուկ։ Դու դեռ սրանց լավ չգիտես, հատկապես առաջին երկրորդ կուրսերը։ Չվախեցան քեզանից, մոտակա 4 տարիները դժողքի կվերածեն։ Դու չունես, չէ՞ առաջին կուրս։ Արդեն ունեմ Մինասյանի կուրսն եմ վերցրել, հիմա իրանց մոտ դասի եմ։ Բայց այդպես հանկարծ կուրս չմտնես։ Ոնց։ Զուգագուլպատ։ Էս երբ։ Ավելի լավ է գնաս հանես, քան առաջի անգամ այդ տեսքով կուրս մտնես։ Լավ։ Մենակ ես էր պապես, համ կոկիկ տեսք ունեցի, համ մի ուշացի, համ էլ հասցրվեց շիլան ուտես։ Դուք ինչ եք անում այստեղ։ Առաջի կուրս ես։ Լավ դու մի խառնվի իրար։ Կարծում եմ դուք այն տարիքում եք, որ պետքա տարբերեիք տղաների ու աղջիկների զուգարանը։ Կարող է բարձր կուրսերից է։ Բարև ձեզ, ես եկա։ Վերջապես մեր հարսանիքի կազմակերպիչն եկավ, նենց թույն բաներ եմ մտածել ու այդ ամեն ինչը հեսակիսվելու եմ իրա հետ։ Սա լինելու է տարվա ամենամեծ իրադարձությունը։ Ես Սերինեն եմ։ Շատ հաճելի է Սիրկա։ Սերինե ջան, կարան այսօր ուշ ա գալու, մեզ սուրճ կդնես, միջև մենք մեր երկու բան քննարկենք։ Հա, իհարկե։ Բայց սուրճ դնելը իմ պարտականությունների մեջ չի մտնում։ Սերինե, դա ընդհանրապես սուրճ է։ Ինձ մի հատ սուրճ։ Ախր հասկացի ինքան ընդհանրապես փորձում է հաճախորդի մոտ իմ հեղինակությունը գցի։ Դրա համար էլ իրավիճակը քո ձեռքը վերցրու։ Նենց արա, որ հաջորդ հանդիպմանը դուք մենակ լինեք, տնօրենը չլինի։ Հիմա ժպտա, սուրճդ վերցրու ու գնա ներս։ Ու հիշի, Սիրկան հերթական հաճախորդ չի։ Սիրկան քո շանսն է։ Ապրեսվիկ։ Մտել նայեմ։ Հա, այսա հավանում եմ։ Շատ լավ, կստանանք։ Շատ լավ ընտրություն է։ Ինձ թվում է, ձեր զույգին մի շատ յուրահատուկ բան է պետք։ Ես առաջարկում եմ ձեզ ուղարկել բոլոր այն տարբերակները, որոնք Երևանում դեռ ոչ ոք չի արել։ Հա, էլի ես ինչ-որ յուրահատուկ բան եմ ուզում։ Շատ եմ ուզում, որ դուք մեր զույգի վայբը զգաք։ Հա, իհարկե։ Մենք կարող ենք վաղը հանդիպել։ Հա? Ընտիր։ Բայց ես վաղը քաղաքում չեմ, դու գիտես։ Վայ, մոռացել էի։ Դե լավ, ոչինչ, եթե Սերինեն պիտի զբաղվի, ինքը ծանոթանա հերիքա։ Եթե համեմատենք ներկայիս ռելիեֆը մոլորակի 60 տարի առաջվա ռելիեֆի հետ, անզեն աչքով կտեսնենք փոփոխությունները։ Լավ, հիմա զանգը կտա։ Ավակ ներկա բացակա։ Բարձր չասեմ, չէ՞։ Չէ։ Միայն բացակաները։ Հիմա տեսնեմ։ Ես ոչ ոքի չեմ ստիպելու գալ իմ դասերին։ Բայց կարծում եմ, որ քննական շրջանում մենք ունենանք Բարև ձեզ։ Կարելի է։ Բացակա չունենք։ Նստեք։ Փաստորեն դասախոս է։ Էլ նման բան չկրկնվի։ Երկուսիդ է վերաբերում։ Իսկ կոնկրետ ինչ նկատի ունեք։ Էս ինչ էր։ Այս Հազիվ հասցրիր։
Մի կերպ կարողացա բացակատ պահեմ։ Ապրես կանքս։ Շատ ճուշանաս, Լանան էլ է արդեն ճանապարհին։ Վիկա, ասում եմ ամեն դեպքում կարող է ես չգամ։ Դե վաղը Սիրկայի ու Փեսայի հետ պետք է հանդիպեմ, շատ կարևոր հանդիպում է դա։ Լսի, ինչից ես վախենում։ Բա որ այդ հարսանիքը չստացվի, ինքը բարդ կլիենտ է, հետո կրկնակի պատասխանատու։ Ու ընդհանրապես մտածում եմ կարող է Լանան ճիշտ է։ Ու իմ կազմակերպած հարսանիքների զույգերը բաժանվում են, որովհետև իմ անձնական կյանքում էլ ոչ մի բան չի կատարվում։ Սեր, եթե տանը նստես, այդպես էլ ոչ մի բան չի կատարվի։ Սպասելու ենք ճուշանաս։ Լավ։ Ահա, շուշուտ ասա չմոռանաս։ Ես դու ինչի ես մենակ։ Հեսա կգան։ Մինչև այդ միատելեցրու արագ մոռանամ այս օրը։ Ինչ կանխատեսելի եք բոլորը։ Նա այստեղ բոլորն եկել են ինչ-որ բան մոռանալու։ Ասա, որ իմ համար ես սարքում։ Ինչի դու էլ ես ինչ-որ բան մոռանաս։ Ես։ Երբեք։ Իմ կյանքի ամեն մի վայրկյանը չափազանց կարևոր է։ Հաստատ։ Ուղղակի ես մոռացության համար է այս կոկտեյլը։ Տենց էլ կոչվում է nothing happened։ Քո համարը։ Ինչ որ բան է եղել։ Իմ 19 տարեկան ուսանողը տեսել է իմ չուրկին։ Կատաստրոֆա չեմ զգում։ Չէ, բայց կասկածելի է հենց։ Դե ես պատահաբար մտել էի տղաների զուգարան։ Մի քիչ արագացրու, թե չէ այս ինֆորմացիան երկար չի ձգի։ Հասկացա։ Կալգոտկաս հատ էր գնացել, ուզում էի փոխել, որ առաջին օրը տենց չմտնեմ լսարան։ Բայց ավելի լավ էր տենց մտնեի, քան թե այդ լակոտ ինձ տենց տեսներ։ Գիտես ոնց էր նայում, ոնց որ ոչ թե առանց չուլկի լինեի, այլ մեր։ Բայց ոնց որ դու տեկել է, հա։ Հա տենց ասա, լսի անկեղծ ասած իսում է դու շատ ձանձրալի տեղ ես աշխատում, բայց ոնց որ չէ։ Ինքը իմ ուսանողն է, 18-19 տարեկան։ Հրաշալի տարիք է։ Չէ, ասի գիտես։ Ահա որ շատ են խմում, անիմաստ ծխում են ու սիրում են իրանցից մեծերին կպցնել։ Բարի ստատիստիկան սկսվեց։ Դենց մի ասա։ Մարդիկ այստեղ ամենաանկեղծն են, հետևաբար իմ ստատիստիկան ամենաճշգրիտն է։ Լավ, ես հիմա ինչ անեմ։ Թեթր։ Այսօր գիշերը քեզ կպատկերացնի վերջ։ Կամ էլ ինստայից նկարները կթերթի։ Վերջին անգամ ինչ ես պոստել։ Վերջին անգամ անցյալ տարի նկար գիտաժողովից։ Ահա, պիտի որ շատ սեքսուալ լինի։ Այստեղ։ Շատ։ Մի րոպե, ես ի՞նչ դեպքը։ Հուսահատված մոլորված։ Մեղավոր տագնապային։ Եղեք ես ինչ լավ եք ինձ դիմավորում։ Ինչի ես կան ուշացար, հա։ Վերջապես դուզեց։ Չեմ հավատում։ Ուղղակի իմացի, որ այսօր նորություններ ունենք։ Հղի ես։ Մի հարցել է լոգիկան ուրա։ Հա չէ, այդ ժամանակ չեմ նորություն ասում, բայց ոչ իրա դեպքում։ Երեխեք, եկեք փակենք այս թեման, լավ։ Երեխեք, ես մոռացել եմ, ես հանդիպում ունեմ, պետքա գնամ սալոն։ Ինձ էլ քիչ առաջ Ստեփանը զանգեց, ասաց, որ իրան շատ վատ ազգում, պետքա գնամ մոտը, ուղղակի։ Չէ, լուրջ։ Դուք ինձ կանչել եք ու հիմա գնում եք։ Դու մենակ չես, Լիոն էստեղ է։ Հա, ես եմ քո ընկերուհին։ Կներես, բայց ես էլ երևի գնամ։ Չէ։ Դու նստի ու ծրվի, քեզ այսօր այդ պետք է։ Լուրջ հիմա գնում եք։ Վաղ կզանգեմ։ Հա։ Գնում ենք։ Մեծացավ երեխեն։ Հեշտ իրախ է երևում։
Տխուր մենակ ու հաստատ ինչ որ դրամատիկ պատմություն կունենա։ Այտենց տղամարդիկ հեշտ են ծանոթանում։ Սիրունա, կարևորը առաջին անգամը հմայի չլինի։ Բայց կլինի։ Դե եթե անդադ կողքին լինենք, չի լինի, պիտի շանս տանք։ Լավ, պետք է ասել, որ քիչ լինի։ Թող։ Եթե թողել ենք, արի մինչև վերջ թողնենք, որ ինքը հասկանա ինչ է անում։ Գնացի։ Վայ, կներեք, Ոչինչ։ խանգարեցի, երևի ձեզ շեղեցի ձեր մտքերից։ Ավելի լավ։ Այնքան էլ լավ մտքեր չէին։ Ինչի։ Մտածում էիք մարդ սպանելու մասին։ Չէ, մտածում էի դիակը ինչքան կդիմանա մեքենայի մեջ, մինչև հոտը զգացվի։ 2 օր հետո կսկսեն ներքին օրգանները նեխել։ Ավելի լավ է ժավել օգտագործեք։ Հա, սկզբում ժավելի հոտը կգա։ Դիակի կենացը։ 1000 տարի այժմ ինչ էի քայլի։ Դե լավ, ես քեզ ավելի երիտասարդ կտայի։ Մերսի, շատ բարի ես։ Երիքա հետս ֆլիրտ անես, ես քո իմացածներից չեմ։ Վիկա, ինչ ֆլիրտ, խոսում ենք ուղակի։ Լսի, քո կյանքում էմոցիաներ են պակասում։ Դու նույնիսկ ինձ հետ ես կոկետություն անում։ Հիմարություններ ես ասում։ Ստեփանի հետ խոսա։ Ռոբոտի պես ես ապրում։ Կնոջը թիթեռներ են պետք։ Դու էիր ասում, երբ սկսում ես թիթեռներ զգալ, փախի այդ տղամարդուց։ Հա Ստեփանը քո կողքի տղամարդն է, դու պետք է իրանից ինչ-որ բան զգաս, չէ՞։ Լանա։ Լավ չեմ խոսի, սպասի։ Կոկետություն եք Կարող է կրկնենք։ Հա որ։ Բայց այսքան միասին խմեցինք իրար անուն չիմացան։ Կներես, սերին է։ Մակոնը։ Չէ, միասը։ Ինչի։ Բարում անծանոթի հետ խոսելը ավելի հետաքրքիր է, քան ծանոթի։ Լավ, մի հատ հանգստացի։ Հանգստացի ու ուշադիր ինձ լսի։ Այն ինչ եղել է այդ գիշեր, գիտես մենակ դու։ Դու հիմա դուրս կգաս փողոց ու կտեսնես, որ աշխարհը տեղում է։ Մարդիկ նույն սովորական կյանքով են ապրում, իրանց համար միևնույնն է։ Իրանք ոչ մի բան չգիտեն։ Դու կհավաքվես ու կգնաս քո հանդիպմանը, հիշում ես, չէ՞, որ կարևոր հանդիպում ունես։ Դրանից հետո մենք կհանդիպենք ու ամեն ինչ կքննարկենք, լավ։ Լավ, բայց ես սենց կարամ։ Ես կարամ սենց։ Հա։ Կարաս ու կանես։ Երևի կինոներում տեսել է, որ սենց դեպքերում նամակ են գրում, բայց լավ է, որ գնացել է, դու մտածելու ժամանակ կունենաս։ Վիկ, ինչի մասին մտածեմ, ես իր անունը չգիտեմ։ Թե գիտեմ։ Մի հատ հավաքվի ու հիշի։ Չէ, հաստատ չգիտեմ։
Չգիտեմ։ Եսի։ Բայց ինձ ավելի լավ է, դու հետը ոչ մի բանով կապված չես։ Սերն է ոչ մի ահավոր բան չի եղել, հավատա ինձ, խնդրում եմ, գնաց հայվի, կոֆե խմի, հանգստացի։ Բայց ավելի լավ է տնից դուրս արի։ Օդափոխվի, մաքուր օդ շնչի, մարդ տես։ Կհասկանաս, որ աշխարհում ոչինչ չի փոխվել, որ ամեն ինչ իր տեղում է։ Էս էր պակաս մենակ։ Ինչ եղավ։ 10 րոպեով մտա սուրճ վերցնեմ, մեքենայից առաջ փակել են։ Որովհետև ում պատահի վարորդական իրավունք են տալիս, դրա համար որտեղ ուզում կանգնում են։ Տենց բաներ ասում են տղամարդիկ, կինվարորդների մասին։ Հա, ու հատկապես մեքենա վարել չիմացող տղամարդիկ։ Լավ սեր կզանգեմ, մի հատ հասկանամ ստեղից ոնց եմ դուրս գալիս։ Ինչ։ Ախ, ինչ է սենց անֆայմների ինձ հանդիպում հենց են օրը, երբ ես շատ խառն եմ։ Ինչ։ Վիկա։ Պարզա։ Արման։ Սևակ։ Լավ, հիշեցի, Կարեն։ Արգան։ Մարտի 6 38 տարեկան։ Մարտի 12 42 տարեկան։ Լավ, պարզա, հիշեցի։ Այդքան է։ Ինչ էիր ուզում ասեի։ Ուր էիր կորել, ինչի չէր զանգում, երբ ենք հանդիպելու։ Կներես, որ սիստեման խախտում եմ ու վզիցդ չեմ կախվում։ Մեծ հաշվով թքած ունեմ։ Ախր ինչի տեղ են իրանց դնում, որ որտեղ պատահի կանգնում են, ինչ ուզում անում են, ու երևի իրանց կյանքն էլ է սենց անփույթ, անկանոն ու անտակտ ու Դեհակնություններից հետո կխոսենք դրա մասին։ Շատ բարի Լանա ջան, հետո կխոս։ Հաջողություն։ Սպասի։ Մեր մոտ ես չէ՞ դասի։ Դուքով։ Արդեն չափն անցնում ես։ Իսկ ինձ թվում է չէ։ Դեռ։ Բարև։ Ոնց ես։ Լավ, դուք։ Լավ, շատ ուշացանք։ Չէ, խնդիր չկա։ Մենակ եք։ Արի դույ անցնենք, հա։ Մենակ չեմ, Վահեն այնտեղ է հեռախոսով է խոսում։ Ամբողջ գիշերը աշխատել է, օֆիսում է եղել ու հիմա փորձում է գործերը կարգավորի, որ մեղրամսի ժամանակ չաշխատի։ Պարզա։ Վահե։ Կզանգեմ։ Կարաս գոնե մի ժամ կտրվես հեռախոսից։ Ու այդ մի ժամը տրամադրես մեր հարսանիքին։ Ծանոթացի Սերինեն է մեր հարսանիքի կազմակերպիչը։ Վայ,